Արարատյան խոհանոցն է եթերում, հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Եվ այսպես բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան, ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Եվ շատ ուրախալի է, որ այս գործին մենք ներգրավել ենք, ինչպես միշտ, նաև սկսնակ երիտասարդ խոհարարներին։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա իմ հյուրն է Մինաս Համբարձումյանը, ով սովորում է Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում։ Ողջույն Մինաս։ Բարև ձեզ։ Ինչպես ես Մինաս։ Նորմալ դեպքում։ Լավ եմ, լավ։ Նորմալը ինչ է նշանակում։ Շատ լավ։ Ինչ ենք պատրաստելու։ Սպանախով ապուր։ Սպանախով ապուր։ Կարող ենք թվարկել ինչ պիտի, ինչ մթերքները։ Մեզ անհրաժեշտ է սպանախ, ձու, սերկեֆիլ, սոխ, ընկույզ, համեմի սերմ։ Այո։ Մեկը ձիթապտուղ։ Դե գնացինք։ Ինչով պիտի օգնեմ ես։ Սոխը կտրատեք։ Սոխը կտրատենք։ Հարգելի հեռուստադիտողներ, չկարծեք, թե ես միշտ նախորոք զգուշացնում եմ, որ միայն սոխ է ինձ վստահեն։ Իրենք ուղղակի բոլոր հյուրերը վստահում են միայն սոխը։ Չգիտեմ, այն էլ վերջում հավանում են, թե չէ, դեռ չեմ հարցրել։ Մանր կտրատում ենք սոխը։ Ես կտրատեմ սերկեֆիլը։ Սերկեվիլ։ Սերկեվիլ, ոչ թե ֆիլ, այլ վիլ, սերկեվիլ։ Իմիջիալից գիտես դու, որ սերկեվիլ ավելի շատ խոր արմատներ ունի հայկական հողում, քան նույնիսկ ծիրանենին։ Լսել էի։ Չէ, առաջ անգամ ես։ Առաջ անգամ ես լսում։ Դե իմացի, որ սերկեվիլը շատ ավելի հայկական է, քան ծիրանը, եւ սերկեվիլը նախկինում կոչվել է հայկական արքայախնձոր։ Կուտերը կարող ենք առանձնացնել, որովհետև դա շատ լավ է հազի համար, որպես հազի դեղ չօգտագործելու դեպքում կարող ենք օգտագործել սերկեֆիլ։ Սերկեվիլի կուտերը։ Սերկեֆիլի կուտերը։ Այստեղ է որ ասում են կուտես տալիս անգամ։ Հա, բայց այս կուտը օգտակար կուտ է, չէ՞։ Օգտակար է։ Շատ լավ, շատ լավ։ Հիմա սոխարացի համար։ Սոխարացի համար ձիթապտուղ լցնենք մի քիչ։ Ձիթայուղ։ Ձիթայուղ։ Լսեցիր ձայնը, ուրեմն դաղվել էր, չէ՞։ Վերցրու։ Դու տեղյակ ես, չէ՞, որ ժամանակ ենք ավելացնելու սպանախը։ Սպանախը ավելացնում ենք այդ դեպքում եւ ջուրը ավելացնենք, սերկեֆիլը ավելացնենք մի քիչ եփի, սպանախը նոր այդ ժամանակ։ Այսինքն սպանախը պիտի քիչ եփենք, չէ՞։ Այո։ Ապրես։ Որ իր տեսքը գույնը չկորցնի։ Ապրես դու, Մինաս, ապրես։ Դու լսել ես դրա մասին, թե հենց ով որ բացատրել ես ուտես, հենց այդպես էլ բացատրել ես։ Չէ, ով որ բացատրել է, հենց այդպես է բացատրել է։ Ապրես, ապրես։ Ես գիտեմ, որ սպանախը երբ գույնը կորցնում է, իր մեջի վիտամիններն են կորում, այդ դրա համար եթե պետք է այնպես անենք, որ գույնը չկորցնի եւ վիտամիններն տեղը մնան։ Ես կարծում եմ, որ հաճախակի պիտի վստահենք մեր երիտասարդներին, ես կարծում եմ, որ նախ իհարկե պիտի լավ ուսուցանենք եւ հաճախակի վստահենք։ Այս պահին Մինասը արտահայտվեց կոնկրետ սպանախի մասին, զուտ ճիշտ այսպես բնութագրեց եւ դրա համար շնորհակալություն, ապրես դու։ Ապրես, ձուն ես կջարդեմ։ Որ պարապ չմնամ։ Իսկ դու ինչ որ գործողություն կատարում ես, պիտի բացատրես մեր հեռուստադիտողներին, թե ինչով ես զբաղված։ Սոխը պետք է թողնենք այնքան տապակվի, մինչև ոսկեգույն դառնա, այնուհետև ավելացնենք ջուրը։ Տեսնում ես, սոխից էլ կարելի է ոսկի ստանալ գույնով գոնե, չէ՞։ Ապրես։ Ավելացնում ենք սերկեվիլը։ Թողնում ենք այնքան մինչև 5 րոպե, մինչև եփվի, ավելացնենք սպանախը։ Բարեկամներ, պիտի սպասենք անպայման 5 րոպե։
եւ դրանից հետո կավելացնենք ինչպես դու նշեցի սպանախը եւ ուտեստը արդեն վերջնական տեսքի կբերենք։ Սերկեֆիլը արդեն փափկեց, կարող ենք ավելացնել սպանախը։ Իսկ սպանախը ձեռքով որ կտրատենք, ինչ կարծիք ես։ Ավելի ճիշտ թվում է։ Հա։ Քեզ թվում է, որ ճիշտ կլինի, եթե քեզ թվում է, ուրեմն մի բան գիտես դու։ Եթե կանաչուն կպնում է երկաթը, իր հատկանիշներից մի քանիսը նորից կորչում։ Նորից կորչում է, չկորցնանք էլի Մինաս ջան, շատ ենք կորցրել մենք պատմության քարոյիներում, արի գոնե կանաչի իմասով չկորցնանք։ Լավ։ Ես արդեն ավելացնում եմ։ Իսկ դու։ Ես։ Դե գնացինք։ Եվ պիտի նաև կտրատեինք ընկույզը, չէ՞։ Ընկույզը։ Ինչ կարծիք ես, կարող է կստացվի ինձ մոտ ընկույզը։ Այո։ Եվ ընկույզի հետ ինչ պիտի կտրատեինք։ Ընկույզի հետ Սամիտ մի փոքր։ Մի փոքր սամիտ կտրատենք։ Եվ Ավելացնենք համեմիսել։ ապրես դու համեմի սերմ։ Մի քիչ աղ եմ ուզում ավելացնել, ինչ կարծիք ես։ Շատ ճիշտ կարծիք է։ Շատ ճիշտ։ Եվ այսպես ուզում եմ, այսպես համերը խառնեմ։ Ճիշտ եմ անում։ Այո։ Թողնենք մի փոքր եփի։ Ավելացնենք ձուն։ Ձուն ավելացնում ենք։ Այո։ Եվ ավելացնում ենք այդ համեմունքը եւ վերցնում ենք վրայից։ Շտապ ենք վերցնում։ 1 րոպե թողնում ենք։ Լավ։ Մինչ խառնի ձուն, ես նորից հիշեցնեմ բարեկամներ, պատրաստեցինք սոխառած, ավելացրինք ջուր, այնուհետև սերկևիլը ջրով խաշեցինք, սոխառատի ջրով, հետո վերջում ավելացրեցինք սպանախը, մի քիչ հետո հարած ձուն եւ արդեն սպասում եմ հրահանգին Մինասի, թե երբ պիտի ավելացնենք համեմունքը ու շտապ քաշենք։ 2 րոպե կարող ենք արդեն ավելացնել։ Հա? Համեմունքը։ Համեմունքը, բայց չեռա նոր մի քիչ։ Ինչ կարծիք ես։ Թողնենք է։ Այս ուտեստը տունը պատրաստել ես դու։ Տունը չէ։ Գոնե մի անգամ պատրաստել ես, ճաշակել ես։ Հա, ճաշակել եմ։ Հա, լավներ։ Հա, Եռում է, չէ՞։ եռում է։ Հիմա ավելացնում ենք համեմունքը։ Խնդրեմ։ Խառնում ենք եւ վերցնում ենք կրակի վրա։ Սա։ Այո։ Ահա։ Խնդրեմ։ Սպանախով եւ սերկևիլով ապուր։ Բարեկամներ, սպանախով ապուրը պատրաստ է։ Մինասի կողմից պատրաստված։ Մինաս դու ունես որևէ առաջարկ, հղում, քո ընկերներին, քո հասակակիցներին, ինչ ես ցանկանում իրենց հաղորդել։ Իմ հասակակիցներին կցանկանամ, որպեսզի հաջողությունների հասնեն իրենց ուսման մեջ։ Այդքան բան է։ Այդքան բան, ապրես դու, ապրես։ Բարեկամներ, միանում եմ ես Մինասի ցանկությանը, ցանկանում եմ, որ դուք ձեր ուսման մեջ ունենաք հաջողություններ եւ ընդհանրապես ուսման մեջ եթե ունեցաք, կյանքում էլ կունենաք։ Ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Մինասին իր ժամանակը տրամադրելու եւ այս հիանալի ուտեստով հարստացնելու մեր ազգային խոհանոցը։ Շնորհակալություն Մինաս, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ես կարծում եմ լավ օր ունեցանք, ես կարծում եմ մի լավ նորույթ, մի լավ ուտեստ նաև ի հայտ եկավ մեր ազգային խոհանոցում։ Հանդիպելու ենք ամեն օր բարեկամներ եւ այդ հանդիպումները ունենալու են լավ արդյունք։ Այդ հանդիպումների արդյունքում մենք դառնալու ենք ավելի առողջ, ավելի երջանիկ։ Հպարտ լինենք հայ լինելու համար մի քիչ համբերություն։ Հարկավոր է բարություն տարածել մեր շուրջը բարեկամներ։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Սպանախով ապուր, սպանախ 1 կապ, ձու 1 հատ, սերկևիլ 1 հատ, սոխ 50 գրամ, ընկույզ 50 գրամ, համեմիսել, ձիթայուղ,
աղ, բարեախորժակ։